Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզ սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ընդհանուր քրիստոնեական եկեղեցվո կյանքի մեջ ամենեն շատ սիրված սուրբերը մեկը Սուրբ Գևորգ Զորավարն է։ Ամբողջ քրիստոնեական եկեղեցին աշխարհով մեկ Գեհիշադագե Սուրբ Գևորգը անոր նվիրված բազմաթիվ եկեղեցիներ կան, անիկա կհամարվի որպես պաշտպան սուրբ զինվորներուն, զորավարներուն, անոր հավատքով է որ գտաստիարակվին զավակներ եւ շատեր իրեն զավակները կգոչեն Սուրբ Գևորգի անունով։ Հայաստանյան ցարակելական մեր Սուրբ եկեղեցու մեջ Սուրբ Գևորգ Զորավարի դոնը կդոնվի մշտապես սեպտեմբերի վերջին շաբաթ օրը վարակա Սուրբ Խաչի դոնեն մեկ օր առաջ, այսինքն այսօր։ Եկեք սիրելիներ ցեզի պատմեմ Սուրբ Գևորգ Զորավարի կյանքի պատմությունը, վկայությունը, վարկապանությունը առնված վարք սրբոց գիրքեն։ Վարք Սուրբ Գևորգ Զորավարի։ Դիեզերահարճակ մեծ զորավարը եւ Քրիստոսի վգան Սուրբ Գևորգ, Գևորգը նշանակե երկրակորց, ծնավ երրորդ դարուն Գաբաթովգյո Մաժակ քաղաքին մոտ, այժմու Գեսարիա քաղաքն է, եւ ապրեցավ Թեոգրեդիանոս եւ Մաքսիմիանոս Հռոմի գայսերուն օրով։ Մանկությունը անցուց Բաղեստինի մեջ, ուր ծնող կունեին բազմաթիվ գալվածներ։ Ընդգրկեց զինվորական ասպարեզը եւ իր ցուցաբերած քաջության եւ հավատարմության համար շուտով ընդունեցավ հազարապետության բադիվ եւ դակավին 30 տարեկան չգար։ Նույն ադեն Թեոգրեդիանոս այս գայսը քրիստոնեություն հալածող ամենեն վատ գայսերեն մեկ եղած է։ Ուրեմն Թեոգրեդիանոս չարապարու գայսը խորտակցությամբ իր դեղագարին Մակնենդիոսի խիստ հրովարտակ մանեց ընդեմ քրիստոնյաներուն, որում մեջ հստակորեն գսվեր թե այն քրիստոնյաները, որոնք հանցն չէին առներ զոհելու աստվածներուն, չարաչար մահով պիտի մեռնեին։ Եվսեփիոս Գեսարացին պատմիչ է, ագնարգելով այս հրովարտակին գքրե։ Երբ Նիգոմեթիայի մեջ հրովարտակ ելավ ընդեմ քրիստոնյաներուն, մեկը Սուրբ Գևորգի մասին է խոսքը, աստվածային նախանցով վարված նախանցախնդրությամբ վարված, քաղաքին հրաբարագին վրա գախված սույն հրովարտակը բադեն գործեց, բադեն արավ եւ ցերկովը բադրեց, մինչ երկու ինքնագալները քաղաքի մեջ գտեկերեին։ Արդ, մեկը որ անգե առաջ այնքան մեծ անուն հանած էր եւ սխրագործություններով փայլած, կսպասվեր որ այս համարձակության համար չարաչար դանչաններու արժանար։ Սուրբ Գևորգ սիրելեր համարձակեցավ այս հրովարտակը առնել բադին վրայեն եւ բադրել, երբ Թեոգրեդիանոս, Մաքսիմիանոս եւ Թադավորը այդ քաղաքի մեջն էին Մաքսենդիանոսը եւ սպասելի էր որ եթե ովևէ ուրիշ մեկը այդպիսի բաներ ամիջապես ինք մահվան դադարեցին բայց Սուրբ Գևորգ ամենևին փույթ չրավ հոգը չէր այլ գկաչալերեր նաեւ մյուս քրիստոնյաները ասելով մի վախնականոնց մե որոնք կրնա մարմինը մերցել բայց ոչ հոգին հիշեցեք դերունական անսուդ ավետիսը թե ով որ զիս ուրանա մարդոց արչև ես ալ զայն պիտի ուրանամ աստուծո արչև արդ արքունի հրովարտակը բադրելեն հետո անցամբ ներկայացավ թագավորական ադյանը Սուրբ Գևորգը ինք եւ ամբողջ ավականի ներկայության աղաղագեց եւ ասավ ահավասիկ ես քրիստոնյա եմ ով թագավոր եւ գեցած եմ ծեր արչևը ասեք իրենց որ հանցանքներուն համար գուզեք իգորուստ մատնել արդար քրիստոնյաները ինչ հանցանք կործած են քրիստոնյաները որ գուզեք զանոնքը սպանել միթե հանցանք է բաշտել գենտանի աստվածը ճշմարիտ աստվածը եւ անոր ռամանով մարմնավոր դերերուն հնազանդը լալը մեր աստվածը գենտանի աստվածն է ճշմարիտ ողջ աստվածն է եւ մեր աստվածը մեզի բադվիրած է որ երկրավոր մեր դերերուն երկրավոր թագավորներուն, գայսերուն, ղեկավարներուն հնազանդը լանք, բայց միայն զինք պաշտենք։ Արդ, ով թագավոր եւ դուք աթորագիցներ։ Մի մոլորիկ թևերու, սադանաներու բադրանքներեն,
Վասնզի այն աստվածները, որոնք երկինքը եւ երկիրը չստեղծեցին, պիտի գործվին։ Այդ աստվածները մարդիկը ստեղծած են։ Իսկ մենք խոստովանենք ամենասուրբ երրորդությունը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, որ ամեն ինչ ստեղծեց եւ մահեն հետո հույս ունենք հավիտենական կյանքին։ Իսկ դուք հետանոսներդ միաստվածությունը բազմաստվածության կվերածեք տեսակ առասպելներով։ Եվ այդ ամենը կորձն է սատանային, որ իր հետևորդները թեպի գորուստ կդանի։ Մակնենդիոս, որ ինչպես սիրելներ ինքը Չարապարո Գայսրին Թեոգրեդյանոսի քարտուղարներ, դեղագալներ, Մակնենդիոս թագավորին երկրորդը, որ զարմացմամբ կդիտեր Սուրբ Գևորգը, հարցուց անոր. ով ես տուն եւ ինչ է քո անունդ, որ այդքան հանդգնությամբ, համարձակությամբ կխոսիս։ Քաչ նահատակը պատասխանեց. իմ առաջին անունս Քրիստոնյա է, բայց մարդոց կողմէ Գևորգ կգոչվիմ, որովհետեւ Աստված գուզե որ բդղապերեմ իր այքիին մեջ։ Թեոգրեդյանոս Գայսրը, որ քաչ կջանչնար Արաքինի զորավարը, ըսավ անոր. Գևորգ, մենք լսած ենք, որ դու իմաստության եւ քաջության մեջ մեծ անուն անած ես, բայց գիտիր, որ քո այդ համարձակախոսությունը երբեք օգուտ չի բերեր քեզի, այլ գորուստ։ Ուստի, եթե գուզես ավելի բարձրանալ եւ մեծ բադիվներու արժանանալ, եկուր զոհե աստվածներուն։ Իսկ Գևորգ պատասխանեց. Քու խոստումներդ եւ ողոքումդ համոզումդ չեն գտնար զիսին բարեբաշտութենես խախտել։ Իմ քրիստոնեական հավատքես չեն գտնար խախտել քո այդ խոստումներդ։ Երանի թե թուն ջանչնայր ճշմարիտ Աստվածը եւ երկնքի թակավորության արժանի լայր, որովհետեւ քու իշխանությունդ ժամանակավոր է։ Ինչ համարձակություն, ինչ քաջություն, ադորամար գսենք սիրներ, Սուրբ Գևորգ զորավար, քաջամարտիկ։ Այն ադեն թակավորը հրամայեց, որ զայն հրամարագին վրա փայդեն գախեն եւ քեղարտով անոր աղիքները թափեն։ Եվ գադարեցին թակավորին հրամանը, արյունը ցայտեց Սուրբին մարմնին շուրջը, բայց քեղարտը գաբարի պես ձալլվեցավ։ Փոխանակ մեջը մտնելու մարմին աղիքները դուրս տապելու, քեղարտը ձալլվեցավ երկաթը արջևին գոմեն։ Թեոգրեդյանոս այս տեսնելով հրամայեց, որ փայդեն վար առնեն եւ փանդ տնեն։ Մինչ փանդի մեջներ Սուրբ Գևորգ, Սատանայի խորհուրդով թագավորը եւ իր խորհրդագիցները շինել դվին մեծ անիվը ամեն կողմէ սուրերով բադվված։ Երբ տրին զինք մեքենային դակ մարմինը չարաչար հոշոտվեցավ։ Անիվի դակ տրին սիրելներ ամբողջ սուրեր եւ մարմինը ամբողջությամբ բզիկ եղավ։ Տեսեք ինչ ահավոր չարչարանքներու ենթարկված են սուրբեր, եւ դեռ այսօր մարդիկ կան, որոնք սուրբերու բարեխոսության չեն հավատար։ Անոնք սիրելներ իրենց նահատակությամբ, խոստովանությամբ վկայեցին Քրիստոսի մասին։ Թագավորը հրամայեց, որ այս չարչարանքներու մեջ բահվի, իսկ ինքը գնաց ջաշելու։ Եվ ահա երկինքեն ահակին որոդում եղավ, եւ երկինքեն ցայն մգսեր, քաչալերվե Գևորգ, որովհետեւ քու փրկիչդ պիտի զորացնե քեզ։ Եվ Աստուծո հրեշտակը իջնելով ազատեց զինք դանչարանեն եւ հոն եղողները սարսափած գսեին. Մեծ է քրիստոնյաներուն Աստվածը։ Մինչ Թեոգրեդյանոս եւ Մակնենդիոս դաջարի մեջ Աստվածներուն զոհ գմադուցանեին, Սուրբ Գևորգ կդավ զանոնք եւ ըսավ. հրեշտակը զինք փանդեն դուրս արեց եւ ամիջապես Սուրբ Գևորգ գնաց եւ կդավ Թեոգրեդյանոս Գայսրը եւ անոր օգնական Մակնենդիոսը եւ ըսավ անոնց. ահա վասի գեսոս եմ, դուք որ զիս անիվներուն դակտրիկ եւ մեռած կգարձեիք։ Գիտեք որ գենթանի է իմ Աստվածս եւ գիտե իրեններուն օգնության հասնել։ Թագավորը ասավ. Միթե դու Գևորգն ես, թե անոր բադրողական ստվերը, թե խապկանք ես, շուքն ես։ Մակնենդիոս ասավ. Գևորգին կնմանի։ Իսկ Սուրբ Գևորգ պատասխանեց. այո, ես եմ, Ձարա Հիսուս Քրիստոսի Գևորգն եմ։ Եկեք ետ դարձեք ձեր մոլորութենեն եւ ջանցեք ճշմարիտ Աստվածը։ Մի քանի զորականներ որքովն էին տեսնելով Սուրբ Գևորգը եւ լսելով անոր խոսքերը դարձի եկան եւսին. մեծ է քրիստոնյաներուն Աստվածը, ան է միայն ճշմարիտ Աստված եւ անգետ ուրիշ Աստված չկա։ Թագավորը այս լսելով հրամայեց, որ բոլորն ալ ամայի դեղ մտանին եւ սուրով գոդորեն։ Իսկ անոնք երբ գերտային գարապնարան, այնտեղ ուր որ պիտի գլխատվեին, սպանվեին, գսեին միապերան.
Դեր Հիսուս, ընդունեմ ես քո խոստովանողներուդ խումբի մեջ եւ արժանացուր մեզ երկնքի արքայության բսագին։ Եվ այսպես այդ սուրբերը նահատակվեցան։ Աղեքսանդրիա թագուհին լսելով Սուրբ Գևորգի մասին ինք եւս հավատաց Քրիստոսին եւ ամենուն արչեւ խոստովանեցավ ասելով. Ես ալ քրիստոնյա եմ։ Թագավորը այս իմանալով շատ զայրացավ եւ հրամայեց, որ Գևորգը թաղեն գիրի անշեջ կուպի մեջ 3 օր եւ 3 գիշեր մինչեւ որ մարմինը խաշի եւ այրի։ Կուպը փոսի մեջ գիր լեցուցին գրագոտ եւ Սուրբ Գևորգի մարմինը մեջ թաղեցին, որբեսի մարմինը 3 օր 3 գիշեր խաշի մեռնի այրի։ Գադարեցին հրամանը եւ 3 օր հետո մարդ ղրգեց թագավորը գայսրը, որ զայն կուպեն հանեն եւ թիագը կազաններուն ծրվեն, զայն ողջ առողջ դուրս հանեցին գիրին մեջ են։ Ուրեմն մարդ ղրգեց, որ դուրս անեն մարմինը եւ մարմինը կազաններուն դիմաց դեն, բայց կացին եւ անոր մարմինը Սուրբ Գևորգի մարմինը ողջ առողջ դուրս հանեցին այդ գրագե գիրին մեջ են։ Աղեքսանդրիա թագուհին այս լսելով առավել եւս ամրաբնթվեցավ իր հավատքի մեջ եւ իր բաժարով հավատքի եկան նաեւ մյուս զորագանները։ Ասոր վրա թագավորը իրքով գանչել դվավ Սուրբ Գևորգը եւ ըսավ անոր. Սենայիմ, ով գենտանացուց քեզ։ Սուրբ Գևորգը պատասխան է. Եթե լսեք, հարցյալ բիդի չհավատաք։ Բայց գիծիր դեր արքա, որ զիսկու դանչանքներ հետ բահողը Հիսուս Քրիստոս Աստծո որդին է։ Իսկ դուք ինչ հույս ունիք ձեր բիղծ զգուրքերեն, որոնց ընդունային դեղ պաշտամունքը կատարեք, զուր դեղ կպաշտեք զանոնք։ Եվ զանոնք պաշտողներն ալ պիտի դանչվին հավիտենական անշեջ հուրով գրագով։ Թագավորը հարվածել դվավ Սուրբին Փերանը եւ արչարաչիլով, այսինքն գաշիե մդրագով ամբողջ մարմինը ձեձել դվավ։ Աբա Մակնենդիոսի խորհուրդով թագավորը գանչել դվավ անվանի գախարդ Աթանասիոսը եւ անոր պատրաստել դվավ 2 բաժակ տեղ։ Առաջինը խմելու բարակային անոր միտքը պիտի փոխվեր եւ թագավորին պիտի հնազանդեր, իսկ երկրորդը խմելու բարակային պիտի մեռներ։ Սուրբ Գևորգ երկուքն ալ խմեց եւ ոչ միտքը փոխվեցավ, ոչ ալ վնասվեցավ։ Այն ադեն գախարդը հավանեցավ քրիստոնյա ալալ, եթե Գևորգ վաղուց մեռած մեկը գենտանացներ։ Աթանաս այս գախարդը տեսավ, որ իր պատրաստած տեղերը ոչ վնասեցին Սուրբ Գևորգին, ոչ միտքը բղդորեցին, ոչ ալ շշմեցավ Գևորգը, ոչ ալ մեռավ, ըսավ եթե մեռած մեկը գենտանացնես, հարություն դաս մեռած մեկումը, ես քրիստոնյա կդառնամ։ Նույն պայմանը դրավ նաև Մակնենդիոս։ Այն ադեն Սուրբ Գևորգ աղոթքով հարություն տվավ մերելիմը եւ Աթանասիոսը քրիստոնյա դարձավ։ Իսկ թագավորը առաջ կնարնելու համար տարածումին սագրով սպանել տվավ գախարդը եւ հարություն առնողը, իսկ Գևորգը դարձյալ փանտ տնել տվավ։ Այն ադեն Մակնենդիոսը ասավ թագավորին, որ քրիստոնյաները հաստատամիտ մարդիկ են եւ զանոն կարելի է շահել միայն ողոքելով, միայն համոզելով, աղաչելով, խնդրելով։ Թագավորը դարձյալ կովը գանչեց Սուրբ Գևորգը եւ ողոքելով ըսավ անոր. Գևորգ, եթե իմ խոսքերու սնազանդիս եւ ամմահ աստվածներու զոհես, մեծ անուն գշայիս եւ բադիվ գստանաս։ Սուրբ Գևորգ ըսավ թագավորին. Լավ, այս անգամ պիտի հաջեմ քու միտքդ։ Ուր են աստվածները դարձիս անոնցկով։ Հիմա դեսեք ինչ միտն է Սուրբ Գևորգ։ Ժողովուրդը երբ լսավ, որ Գևորգ աստվածներուն զոհելու գերտա, անբադուն մուրախությամբ լեցվեցավ, աղաղագեց, գեցե անմահ ինքնագալը, որ ամենախստաբարանոց անաստվածները նվաճել գիտե։ Երբ գրադուն մտան, ուր որ գուրքեր կպաշտեն, գայսը դարավ Գևորգը, որբեսի զոհե աստվածներուն։ Այն ադեն Սուրբ Գևորգ գուրքին ասավ. Գերտվենցնեմ ցեզ։ Քրիստոսի անունով գերտվենցնեմ։ Էքսորսիզմով։ Երթումն էլ դվավ, այսինքն ինչպես որ եւ որ մեկը չար ոգի ունի իր մեջը գերտվենցնեն գրոնավորները, որ մեջ են չար ոգիներ ելե, հետո Սուրբ Գևորգ այդ գուրքերուն ասավ. Գերտվենցնեմ ցեզ, որ ինձ ասեք թե դուք իրական աստված եք։ Այն ադեն թևի ոգին, որ գուրքի մեջ բահվդաձեր ասավ. ոչ, մենք աստվածներ չենք, Աստված մեկ է, որ երկինքը եւ երկիրը ստեղծեց։ Մենք աբստամ հրեշտակներ ենք, սատանաներու վերածված։ Սիրելիներ, միշտ հիշեցեք, որ գուրքերուն յետին
սադանագաբրի մշտապես։ Եվ հիմա Սուրբ Գևորգ երբ կսե, ըսեք դուք աստվածներ եք, անոնք կսեն ոչ, մենք աստված չենք, մեկ է աստված, երկինք եւ երկիրը ստեղծողը։ Մենք չար ոգիներ ենք, սադանայ ենք։ Եվ Սուրբը ասավ, քանի որ դուք աստված չեք, ուրեմն ինչպես կամարցակի հոս մնալ Աստուծո ծառայի ներկայության։ Եվ ահա թևերը մեծ վայնասունով եւ ողբով խույս տվին դաջարեն եւ գուրքերը մեծաթղորտ քեդին ինգան եւ խորդակվեցան։ Քուրմերը այս տեստերով հարցակեցան Սուրբ Գևորգի վրա եւ ասին. Թագավոր, վերցուր մեջտեղեն այս գախարտը, որ բոլորը մոլորեցուց եւ գուրքերը գործանեց։ Թունինձի խոստացար աբողնի զոհ մադուցանել, ինչու այս արարքը կործեցիր, ըսավ թագավորը Սուրբ Գևորգին։ Աղեքսանդրիա թագուհին լսելով բոլոր գադարվածները եկավ թագավորինքով եւ ասավ. Ճշմարիտ է Գևորգի Աստվածը, որ այսպիսի հրաշքներ կգործե։ Թագավորը վերջին աստիճան զայրացավ եւ ասավ Գևորգին. Քանի որ դու ոչ միայն ճուղվեցար, այլ թագուհին եւս մոլորեցուցիր, երկուք տալ մահվան պիտի մեռնիք։ Երկուքն ալ քաղաքեն դուրս տարին գադարման վայրը, ուր որ նահատակվեին։ Հոն թագուհին Աղեքսանդրիա թագուհին Աստուծո աղոթելով իր սուրբ հոգին ավանդեց, իսկ Սուրբ Գևորգ զորականներեն հրաման առնելով Աստուծո աղոթեց, որբեսի հեթանոսները ճանչնան ճշմարիտ լույսը եւ Աստուծո դառնան։ Աբա վիզը երկարելով ըսավ զինվորներուն. գադարեցեք ծեր թագավորին հրամանը։ Եվ իսկույն գդրեցին Սուրբ Գևորգի գլուխը 303 թվականին։ Սուրբ Գևորգի մասին կբատմվի ավանդությունը, թե վիշապը սպանելով ազատած է գույսը, որ իբր գերագուր տրված էր վիշապին առջև։ Այս ավանդությունը ցակում արած է նկարիչներեն, որոնք Սուրբ Գևորգը կներկայացնեն որպես վիշաբասպան։ Գիտեք, որ սիրելներ շատ սուրբեր կան, որոնք ցիու վրա նստած են, իրենց ցերկը երկար նիզակը եւ վիշապը սադանան կսպանեն։ Անոնք վիշաբասպան սուրբեր են, ինչպես Սուրբ Գևորգը, Սուրբ Թեոդորոսը, Սուրբ Սարգիս Զորավարը եւ այլն։ Բայց եթե այս բանը հասկանանք սադանային համար, զոր քանիցս ոտնագող հրած է Սուրբ Գևորգը, ճիշտ կարելի է համարել։ Նույնպես պատմության մեջ Թեոգեդիանոս գայսրը գոչված է անտնտային վիշապ, ինչպես հիշված է Շարականի մեջ նաև Հազգերդի համար։ Եվ հետևաբար Սուրբ Գևորգ երբ կներկայանա ցիուն վրա եւ նիզակով վիշապը կսպաննե, կխորտանշե, որ հաղթեց Թեոգեդիանոսի այս անփունթեն ելած վիշապին։ Սուրբ Գևորգի մարմինը դարին Բաղեստին, ուր որ ինքը սիրելներ մեծած էր, թեև Գաբաթովյա ծնած էր, բայց Բաղեստինի մեջ ծնած էր, Թեոբոլիս քաղաքը կամ Ռամլե ավանը։ Հոն ասորներու եկեղեցի մեջ անոր նշխարները կցուցադրվեին մինչև 13-րդ դար, հոն կա նաև հայոց եկեղեցիմը Սուրբ Գևորգի նվիրված մինչև այսօր, եւ սակայն այսօր սիրելներ Սուրբ Գևորգի մասունքները կգտնվին Լոդի մեջ, ուրեմն այդ շրջանի մեջ, Բաղեստինի Ռամլե շրջանի մեջ, ուր հույն ուղապար եկեղեցվո մեջ Սուրբ Գևորգի քերեզմանը կգտնվի, քանիցս այցելած եմ, երբ Երուսաղեմ Սուրբ Երկիր ուխտի կացած եմ եւ նաեւ բոլոր հավատացյալները դարած եմ անպայմանորեն միշտ կդանեմ Սուրբ Գևորգ Զորավարի քերեզմանը։ Սուրբ Գևորգի մահենեդո եւս բազմաթիվ վրաշներ կործվեցան եւ բազմաթիվ եկեղեցիներ կանգնվեցան անոր անունով։ Սուրբ Գևորգ Զորավար այսօր ալ սիրելներ իր մեր խնդրողներուն աղաչանքը գլսե կբահբանե իրեն նման քաչարի զինվորները եւ հավատքի զորություն կուտա, որբեսի ամենքը կարողանան Սուրբ Գևորգից հավատքով հաղթել երևելի եւ աներևույթ թշնամին։ Սուրբ Գևորգի բարեխոսությունը կխնդրեմ մեր հայոց փանագի զինվորներուն, ըսպաներուն, հրամանատարներուն համար, որբեսի Սուրբ Գևորգի հավատքով զինվին սիրելներ, թեմ տնելու համար աներևույթ թշնամին եւ քաչարի գտնվելու համար երևցող թշնամին դիմաց։ Նաեւ գշնավորեմ բոլոր անոնք, որոնք Գևորգ կամ Ջորջ անունը կգրեն, աղոթելով, որ իրենք ալ Սուրբ Գևորգի նման հավատքի մեջ հզոր քաչամարտիկ օրտնյալ հավատացյալներ դառնան։ Եվ նաեւ կսեմ Աստված ողորմի իմ հորս,
որ առաջին դարին է այս տարի, որ Սուրբ Գևորգ Զորավարի դոնը իր հետ չենք տոներ, չենք շնորհավորեր, որովհետև ինք լքեց այս կյանքը եւ միացավ Սուրբ Գևորգին, գաղութեմ որ Սուրբերուն թասին թասվի եւ Քրիստոսի երկրորդ գալուստին փառած բսագին արժանիելա։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ շաբաթավերջ ձեր բոլորին։